Մարմնի ընկալում։ Վայ, ոնց եմ փոխվել, հեչ սիրուն չեմ հիմա։ Նորմալ մկաննև չունեմ, բոլոր տղաները ունեն, իսկ ես։ Ուզում եմ իրա նման լինել։ Չէ, քիչ է, էլի պետք է մարզվեմ։ Շատ կարևոր է գիտակցել, որ այս բոլոր կատարյալ դեմքերի, մարմինների պատկերները մեծ մասում իրական չեն, այլ տարբեր ծրագրերով մշակված պատկերներ են։ Դեռահասային տարիքում փոխվում է մարմնի կառուցվածքը թե տղաների, թե աղջիկների մոտ։ Ավելանում է քաշը և հասակը, փոխվում են դեմքի դիմագծերը, մարմնին և դեմքին առաջանում են պատանեկան բզուկներ։ Այս փոփոխությունները մեկի մոտ սկսվում են մի քիչ ավելի շուտ, մյուսի մոտ մի քիչ ավելի ուշ, դա նորմալ է։ Հասակի, քաշի և կազմվածքի փոփոխությունները դեռահասային տարիքում առաջացնում են ուժեղ տագնապայնություն, որը թուլանում է 15 տարեկանից հետո։ Դեռահասները շատ են անհանգստանում, ինչպես է նրանց արտաքինը ընդունվում ընկերների, հարազատների, բարեկամների կողմից։ Առավել ևս, երբ տեսնում են տարբերություն սեփական արտաքինի և այսպես կոչված կատարյալ պատկերների միջև համացանցում, ԶԼՄ-ում։ Դրան հատկապես հակված են աղջիկները, որոնք համացանցի պատկերների, ընկերների, անգամ հարազատների անզգույշ բառերի պատճառով փորձում են նիհարել, հետևելով վնասակար դիետաների, հասցնելով իրենց լուրջ առողջական խնդիրների։ Եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում ձեր կազմվածքի, մաշկի, արտաքին տեսքի մեջ, դիմեք վստահելի մեծահասակին և բժիշկին։ Իհարկե, և տղաները, և աղջիկները կարող են և պետք է սպորտով զբաղվեն, բայց չափի մեջ և առանց գերծանրաբեռնվելու։ Աղջիկները պետք է հետևեն մարմնի խնամքին, առողջ ծննդակարգի կանոններին։ Դեռահաս տարիքում շատերն իրենց պատկերացումներին կամ երազած տեսքին չեն համապատասխանում։ Բայց բոլորս պետք է դա գիտակցելով ընդունենք, իզուր մտահոգվածությունների կամ տագնապի տեղիք չտանք։ Չէ՞ որ դա ժամանակավոր է։ Մենք բոլորս տարբերվում ենք իրարից, և դա էլ նորմալ է։ Ձեզ ժամանակ է պետք, որ սովորեք նոր արտաքինի, մարմնի նոր կառուցվածքի և ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։